տեղադրման համար հարթակի մոտ են հրավիրում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Պարգևատրվում են 5-ից 6-րդ դասարանի մեդալակիր թիմերը։ Երրորդ տեղն է գրավել Երկաթի համար 3 հիմնական դպրոցը։ Դպրոցը ստանում են 1,5 միլիոն դրամ, աշակերտները կստանան 75,000 դրամ, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցիչը 300,000 դրամ։ Երրորդ տեղն է գրավել Աթիկի թիմ 1 հիմնական դպրոցը։ Դպրոցը ստանում է 2,5 միլիոն դրամ, աշակերտները կստանան 100,000 դրամ, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցիչը 500,000 դրամ։ Հաղթող է ճանաչվել Երևանի համար 174 հիմնական դպրոցը։ Դպրոցը ստանում է 4 միլիոն դրամ, աշակերտները կստանան 150,000 դրամ, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցիչը 700,000 դրամ։ Տեղեկացնենք նաև, որ դպրոցի տրամադրված գումարը նախատեսված է ուսումնական հաստատության համար մարզական գույք գնելու համար։ Շնորհակալություն։
Երկարատև ու ծանր պայքարի արդյունքում մեդալային երրորդ տեղն է գրավել Երևանի համար 137 հիմնական դպրոցը։ Դպրոցը ստանում է 1.500.000 դրամ, աշակերտները 75,000 դրամ, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցիչը 300,000 դրամ։ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան համար 2 հիմնական դպրոցը եզրափակում իրական կռիվ տվեց ու արժանի մրցակից էր, մի փոքր չբավականացեց, բայց շատ բարձր, դատարանություններով գնահատեց։ Դպրոցը ստանում է 2.500.000 դրամ, աշակերտները 100,000 դրամ, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցիչը 500,000 դրամ։ Եվ եթե քիչ առաջ երկրորդները գրաված թիմին ծափահարում են պայքարի համար, իսկ հիմա եկեք ծափահարենք Երևանի համար 51 հիմնական դպրոցին այդ պայքարում հաղթելու համար։ Եվ ևս մեկ անգամ հիշենք եզրափակիչների մասնակիցներին Արնոյ Վարդանյան, Դավիթ Մանվելյան, Անդան Դավթյան, Նարեկ Ադամյան, Լևոն Հունարյան, Նարեկ Սահակյան, Սովիլար Քյութերյան, Իրեն Դավոյան և Մարիա Հարությունյան, ուսավոր մարզիչ Ռաֆան Հերբարյան։ Տրիբունային դիմաշատները բացակայում են Լևոն Հունարյան MVP, եթե ճիշտ հասկացա, բայց իրականում բոլորի պետք է ծափահարել, որովհետև իրոք թիմային բասկետբոլ ցուցադրեց։ Համարժ 51 հիմնական դպրոցը։
դպրոցի համար մարզական գույք դնելու համար։ Հայաստանի Հանրապետության պետական օրներ կկատարի Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան։ Այժմ խոսք ունի ասելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարգելի պարոն քաղաքապետ, հարգելի տիկին նախարար, հարգելի ներկաներ, դպրոցների հարգելի տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, մրցաշարի սիրելի մասնակիցներ, նրանց սիրելի ծնողներ և հարազատներ, շնորհավորում եմ բոլորիս այսօրվա այս իրադարձության առիթով և պիտի խոստովանեմ, որ մեկ տարի առաջ, երբ նախագծում էինք դպրոցականների բասկետբոլի լիգան, իհարկե հույս ունեինք, բայց պիտի տեսնեինք, որ համոզվեինք, որ այն ստացվում է այնպիսին, ինչպիսին մենք բոլորս կցանկանայինք։ Սա առաջին մրցաշարն է դպրոցականների բասկետբոլի լիգայի և ես հույս ունեմ բոլորդ համաձայն եք, որ այն այսօր արդեն կայացած է և առաջիկա տարիներին այն անպայման պետք է շարունակվի և ես համոզված եմ, որ դպրոցներում, այն դպրոցներում, որոնք մասնակցել են և այն դպրոցներում, որոնք մասնակցել են եզրափակիչ փուլին և այն դպրոցներում, որոնք մասնակցել են եզրափակիչ խաղին և այն դպրոցներում, որոնք հաղթել են, այս պատմությունը դեռ երկար կպատմվի դասարաններում, ընտանիքներում, միջավայրերում, բակերում, շենքերում և այս ոգևորությունը, այս էներգիան, այս միասնությունը, այս թիմայնությունը հույս ունեմ մենք բոլորս մեզ հետ կտանենք մեր տներ, մեր բնակավայրեր, մեր աշխատավայրեր, որովհետև հենց այս մրցաշարի նպատակը սա է։ Նախ մեր աշակերտներին ինքնադրսևորվելու հնարավորություն տալ, երկրորդը թիմային ոգին ուժեղացնել մեզանում և հասկանալ, որ հաղթում են այն թիմերը, հաղթում են այն խմբերը, որոնք առավել շատ են աշխատում իրենց վրա, ովքեր առավել շատ են հավատում հաղթանակին, ովքեր առավել վճռական են և ովքեր առավել թիմային են հանդես գալիս խաղահրապարակներում։ Շնորհակալություն եմ հայտնում մրցաշարի կազմակերպման վրա աշխատած մեր բոլոր գործընկերներին, շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին,
Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուների թիմերին եւ այն թիմերին, ովքեր տրիբունաներում էին նստած, եւ այն երկրպագուների թիմերին, ովքեր խաղահրապարակում էին իրենց աջակցությունը ցուցաբերում իրենց դպրոցների թիմերին եւ բարի երթ դպրոցականների բասկետբոլի լիգա։ Շնորհակալություն եւ շնորհավորում եմ բոլորին։